Գյումրու Շիրակացի փողոցում շարունակվում են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները։ Կառավարության կողմից հատկացված շուրջ 898 միլիոն դրամի շրջանակներում իրականացվող ծրագրով արդեն ակտիվ փուլ են մտել ինժեներական ենթակառուցվածքների անցկացման եւ ճանապարհային հիմքի ամրացման աշխատանքները։ Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ շինարարներն աշխատանքներն իրականացնում են ավելի մեծ ծավալով եւ արագ տեմպերով։ Բազմաթիվ խնդիրներ ունեցել ենք թե կոյուղագծերի հին արդեն գոյություն ունեցող կավե կոյուղագծերի փոխարինման հարցով վեոլաջերի կողմից բարձրացված ոչ միայն վեոլաջերի կապի օպերատորների մալուխային ցանցերի վերգետնյա եւ ստորգետնյա անցկացման հարցերն են քննարկվել ճանապարհաշինության ընթացքում գրպանիկների հարցն են քննարկել մայթեզրերի նախագծին փաստացի իրավիճակին անհամապատասխանություններն են քննարկվել, դրանք արդեն ստացել են իրենց դրական լուծումները։ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանի խոսքով Շիրակացի եւ Խորենացի փողոցների հիմնանորոգման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2025 թվականին, իսկ պայմանագրային ժամկետով ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Ծրագրի պատվիրատուն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում է Մերձ Մոսկովյան բաց բաժնետիրական ընկերությունը։ Ընդհանուր առմամբ նշեմ, որ շինարարական աշխատանքները անցած տարվա մեկնարկից հիմնականում կատարվել են մայթերի տեղադրման աշխատանքները, եզրաքարերի տեղադրման աշխատանքները, հողային նախապատրաստական շերտերի իրականացման աշխատանքները։ Աշխատանքների ընթացքի վրա զգալի ազդեցություն են ունեցել նաև եղանակային պայմանները։ Ձմեռը եղել է ձնառատ, իսկ տեղումները ինտենսիվ, ինչը որոշ դեպքերում խոչընդոտել է շինարարության պատշաճ կազմակերպմանը։ Մինչև հիմա էլ տեղումների քանակը բավականին ինտենսիվ է, դա նույնպես խոչընդոտ է հանդիսանում շինարարական աշխատանքները հավուր պատշաճ իրականացնելու համար, բայց կա պայմանագրային պարտավորվածություններ, որը պետք է հետևեն պայմանագրի բոլոր կողմերը։ Մենք էլ որպես մարզպետի աշխատակազմ մեր միջոցներով, մեր հնարավորություններով բնականաբար աջակցում ենք շինարարության ավարտին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև Շիրակացի, Խորենացի ամբողջ հատվածում նոր լուսավորության ցանցի անցկացում։ Այն իրականացվելու է անի եւ ավստրիական թաղամասերում մեկնարկող նոր ծրագրերի շրջանակում։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով հաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի անի համայնքի պատասխանատուի եւ այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-ից 200,000 դրամի չափով ընտրակաշարք։ Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեության նորինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշարք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ եւ տարածքային պատասխանատուներ, նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։ Մախմուտ է բռնե, հա։ Շնորհակալ եմ, որ հեշտ մեկին թեմա չեն էլի, որ սա կամավոր, որպես եթե բաներ եղնի, որպես կամավոր, հեշտ մեկին իշխանետ կապ չունի։ Իսկան դերերի մեջ ինչ ջան։ Չեմ կրնան երստում դի հասցում որ տա մերբան ու չտարվին քեշ մեկս դիպ։ Դիկ մեկը։ Դեսի թեզեր։ Ինչ հարց բանացան օրկյանի։ Դու ոչ աշխատավարձ կստանաս ոչ կամավոր եկե գրանցվել ես ընդ։ Ոչ մի աշխատավարձի թեմա չկա։ Այս դաշը եկեն բողոքունակ։ Ամբես մարկած ընտրեք որ կնանան իրանք է բան բերեն։ Ասի կողմը։ Больше бы мог бы где-то поступить, а женщины, Մամլինգը բաժնեն, մեկին, ոչ թե ծենը 10,000, 15,000, 30,000 То շա 50,000 Սա դաժիրը Կերեցա, то իշկան պետք է Դենո արտիկոյի փողը բերավ ստիստերի հետ շտաբի Տեսում եմ, դադա, դու իմ գելոխս կուտես Չատուր դու իմ գելոխը հաշիվոր տերը պրձել ես Հասան մի ար Աշտեղ ես մեն 30 միլիոն փող կա Վերետ, ոնների միջից հետ են փողը Հողը կարող պոչի նստին կան Մեն ինձ երտան մեջ բեռնեն կսեն գրասենակն է, վսյո Սաղտանով բան է Ճուրը ճերտան Դու խոմինակ մեզով չեդու եմ յա Ռուսաստանից Վովս ես, եկ մեջը կաշկադի Վովս ես, վով բարեգամ ունի
Բայրամ չկա, մի ընդեղ հարստներին Արմենես տոպեները, սա հարստների վազի տարած է։ Ընտանիքին ոստի 160,000 ռուբլի փող դաս կալեստելու մար։ Նայած չափ ընտանիքի են։ Սա հարստները ֆինանսավորումն են մայամակի մեջ։ Բավ չանցավ է երկրորդ ամսվա փողոց տա։ Որ երկրորդի։ Osmes 80 բտան։ Ով չանցավ։ Դրանք մորում շուտ կուդան։ Չարին դերություն կուդան։ Սեդորը մուֆտայ գնաց հրաբար։ Էդորն ձև դի փոխտային։ Բանջ կդինի։ Շեշպանի չտվի։ Միաբե քաբաբ եք ջե։ Միաբե քաբաբ դուդեքի։ Երես պիտի տանիս մարդկանց։ Տավիժենին է բդեանեն հորտի։ Քո հորտի։ Ահա։ Հորտես չէ ուզածը։ Դեպքի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Կոմիտեն հորդորում է զերծ մնալ ընտրակաշարք տալու եւ այդ հանցավոր գործունեությունը տարբեր ձևական մեխանիզմներով քողարկելու արատավոր գործելակերպից, նախազգուշացնելով, որ նման յուրաքանչյուր դեպք արժանանալու է խիստ իրավական արձագանքի։ 2026 թվականի փետրվարի 7-ից հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 43 քրեական վարույթ ընտրակաշարք տալու, ստանալու, ընտրակաշարքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ։ Նշված վարույթներից 14-ով ձերբակալվել է 67 անձ։ Քրեական հետապնդում է հարուցվել 75 անձի նկատմամբ։ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալներից 32-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված կալանք եւ տնային կալանք խափանման միջոցներ։ 29-ի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ։ 14 քրեական վարույթով իրականացվել է 134 խուզարկություն, այդ թվում 24 գրասենյակներում առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, թվային կրիչներ եւ այլ առարկաներ, հարցաքննվել է շուրջ 170 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է հորդորել ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել օրինապահ վարքագիծ, զգուշացնելով, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին արծարծել է Կուբայում միջամտության հնարավորությունը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահները տասնամյակներ շարունակ դիտարկել են այդ հարցը, բայց հնարավոր է, որ դա անի հենց ինքը։ Ավելի վաղ Վաշինգտոնը մեղադրանք էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոին 1996 թվականին կուբացի միգրանտների Մայամիում տեղակայված հումանիտար կազմակերպության 2 քաղաքացիական փոքր ինքնաթիռ խոցելու համար, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 4 քաղաքացի։ Իր հերթին պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը նախընտրում է դիվանագիտական ճանապարհով լուծել Կուբայի հետ տարաձայնությունները, սակայն դրա հնարավորությունը մեծ չէ։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Կուբան ազգային անվտանգության սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար, հավելելով նախագահ Թրամփն իրավունք եւ պարտավորություն ունի պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից։ Կուբայի արտգործնախարարն արձագանքել է, նշելով Ռուբիոն ստում է, որպիսի հրահրի ռազմական ագրեսիա, որը կհանգեցնի արյունահեղության։ Բրունո Ռոդրիգեսը շեշտել է, Կուբան երբեք սպառնալիք չի եղել ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Նրա խոսքով հենց Վաշինգտոնն է իր նավթային շրջափակմամբ համակարգված ագրեսիա իրականացնում կուբացի ժողովրդի նկատմամբ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ լրացուցիչ 5000 զինվոր է ուղարկում Լեհաստան։ Դոնալդ Թրամփի խոսքով այս որոշումը պայմանավորված է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ լավ հարաբերություններով։ ԱՄՆ պատերազմի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չեղարկում է Լեհաստանում 4000 զինծառայողի պլանավորված տեղակայումը։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հայտարարել էր, որ սա նախատեսված տեղակայման ժամանակավոր հետաձգում է եւ ԱՄՆ-ն կշարունակի ապահովել Լեհաստանում իր ուժեղ ռազմական ներկայությունը։ Մայիսի սկզբին հայտարարվել էր, որ Գերմանիայից դուրս կբերվի 5000 ամերիկացի զինծառայող այդ երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Իրանի հարցում տարաձայնությունների ֆոնին։ Թրամփը չի մանրամասնել, արդյոք Լեհաստանում կտեղակայվեն Գերմանիայից դուրս բերվող զինծառայողները, թե նոր զորակազմ կուղարկվի։ Եվրոպայում ամենամեծ թվով ամերիկյան զորքեր տեղակայված են Գերմանիայում, ավելի քան 36000 զինծառայող։ Իտալիայում տեղակայված է 12000 ամերիկացի զինծառայող, Մեծ Բրիտանիայում 10000, Լեհաստանում եւս մոտ 10000։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ չնայած շրջափակմանը եւ ամերիկյան ուժերի կողմից Պարսից ծոցում աննախադեպ անապահովության ստեղծմանը վերջին 1 օրում Հորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում լցանավեր եւ բեռնարկղային նավեր։ Նավերի անցումը համակարգել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը։ Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է եւ մայիսի 21-ի դրությամբ Սենտկոմը վերաուղղորդել է 94 առևտրային նավ, շարքից դուրս բերել 4-ը։ Եմեն հնարավոր է համարում Կիևի անդամակցությունը միությանը մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Իզվեստիայի հետ հարցազրույցում Եվրախորհրդարանում Ուկրաինա-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Պեկատովերին հայտարարել է, որ այդ գաղափարը մեծ աջակցություն ունի։ Նա նշել է, որ Եմեն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ, նույնիսկ եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակվի բաց հակամարտությունը։ Տովերիի խոսքով, եթե դա չարվի, ապա դա Ռուսաստանի համար բացահայտ հրավեր կդառնա շարունակելու հակամարտությունը որպես Արևմուտքի հետ Ուկրաինայի ինտեգրումը կանխելու միջոց։ Պաշտոնյան հավելել է, ԵՄ երկրները ներքաշված չեն լինի Մոսկվայի հետ բացահայտ հակամարտության մեջ, քանի որ նրանցից որոշներն անդամակցել են միությանը, ունենալով տարածքային վեճ Ռուսաստանի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհել Ուկրաինային մինչև լիարժեք անդամակցությունը։ Ըստ նրա, այդ նախաձեռնությունը կնպաստի ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Սյուզաննա Չրաղյան։ Գավառի բժշկական կենտրոնի վերաբուժական բաժանմունքը վերազինվել է առողջապահության նախարարության կողմից տրամադրված ժամանակակից համալիր սարքավորումներով։ Կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի լապարասկոպիկ սարքավորումներով, կոլոնոսկոպով, գաստրոսկոպով, որը թույլ է տալու ժամանակակից բուժսպասարկում, բուժապահովում իրականացնել, մեր բուժառուները ստանալու են որակյալ եւ ժամանակակից բուժօգնություն առողջապահական ապահովագրության շրջանակներում մեր բնակիչները ակտիվ դիմում են կենտրոնին, վստահում են կենտրոնին եւ ես կարող եմ վստահ ասել, որ մեր շարժը կրկնակի եռակի անգամ շատացել է։ Բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից էնդոսկոպիկ եւ լապարասկոպիկ համակարգով, սարքավորումների համակարգով, ինչը թույլ է տալիս իրականացնել ժամանակակից եւ գերճշգրիտ ախտորոշիչ հետազոտություններ, կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա, ինչպես նաեւ իրականացնել ժամանակակից եւ ավելի արդյունավետ վիրահատական միջամտություններ լապարասկոպիկ եղանակով։ Ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, վնասվածքաբանական եւ կրծքային վիրաբուժության միջամտություններն արդեն հնարավոր է կատարել բարձր ճշգրտությամբ եւ արդյունավետությամբ։ Գավառի բժշկական կենտրոնը վերազինվել է նոր էնդոսկոպիկ համալիրով, որը ներառում է նաև ուրոլոգիական սարքավորումներ, այդ թվում ռեզեկտասկոպ, ցիստոսկոպ, որոնք թույլ են տալիս կատարել էնդոսկոպիկ միջամտություններ ուրոլոգիական խնդիրների հետ կապված։ Նախկինում նույնպես կատարվել են այս միջամտությունները, սակայն նոր համալիրը թույլ է տալիս ավելի արդյունավետ, ավելի որակյալ տեսանելիությամբ կատարել էնդոսկոպիկ միջամտությունները։ Գավառ բժշկական կենտրոնը վերազինվել է նոր արդի ժամանակակից արթրոսկոպիկ գործիքակազմով։ Արթրոսկոպիան ինքը ներհոդային միջոցառումներ իրականացնելու համար է, ինքը ավելի մինիմալ ինվազիվ միջոցառումներ կատարելու համար է ու ավելի քիչ կտրվածքներ, ավելի փոքր կտրվածքներ ու ավելի արագ ապակինում ապահովում։ Քանի որ ես գինեկոլոգ եմ, գինեկոլոգիայի մասով մի քանի բան ասեմ, հնարավորությունները ընձեռում կատարել հիստերոսկոպիա, արգանդի խոռոչի զննություն է, որը շատ լավ ժամանակակից միջամտություն է։ Նոր սարքավորումները հնարավորություն են տվել մարզային բուժհաստատությունում իրականացնելու վիրահատական ցանկացած միջամտություն, հետվիրահատական առավել թեթև ընթացքով։ Արդիականացվել են նաև սոնոգրաֆիկ հետազոտությունները։ Բուժհաստատության ախտորոշիչ բաժանմունքը վերազինվել է ժամանակակից շարժական սոնոգրաֆիկ սարքով։ Այն տրամադրել է Գավառի համայնքապետարանը։ Սարքավորումը վերջին 1 ամսվա ընթացքում է տրամադրվել մեզ, այս ընթացքում կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, ապարատը ժամանակակից է, ունի լայն հնարավորություններ, ի տարբերություն մյուս սարքավորումների, մենք ունենք առավել լավ վիզուալիզացիա, ախտորոշման տեսանկյունից լավ պատկեր ենք ստանում եւ կատարվում են այնպիսի ախտորոշիչ միջամտություններ, որոնք նախկինում չենք ունեցել։ Մարզային բուժհաստատության վերազինումը վերջին սերնդի սարքավորումներով ապահովում է որակյալ բուժծառայություն
մարզի բնակիչներին հնարավորություն տալով խուսափելու մայրաքաղաքային բուժհաստատություններ հասնելու դժվարություններից։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հետ համագործակցության շրջանակում իրականացնում է պատրաստվածության ծրագիր, որը վերաբերում է զանգվածային ներհոսքերի կառավարման խնդիրներին եւ պատրաստվածությանը։ Այսօր մեր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Գորիս համայնքում, որը վերաբերվում էր ներհոսքերի եւ այլ հնարավոր ճգնաժամերի ռիսկերի հաղորդակցմանը համայնքի բնակիչների հետ, հիմնականում երիտասարդության հետ ենք աշխատում, փորձում ենք հասկանալ այն ռիսկերը, որը համայնքի բնակիչները իրենք են տեսնում եւ փորձել այդ ռիսկերի արձագանքման եւ պատրաստվածության ուղղությամբ որոշակի գործողություններ ձեռնարկել։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչները եւս միացել էին նախաձեռնությանը։ Կազմակերպիչները այս ձևաչափով հանդիպումը արդյունավետ համարեցին։ Իհարկե թեման շատ լայնածավալ է եւ երիտասարդները իրոք երբեմն շատ մեծ խորությամբ ի սկզբանե չեն գիտակցում, բայց նման իրազեկման միջոցառումները ավելի են արթնացնում ակտիվությունը երիտասարդների պատրաստվածության նկատմամբ, որովհետեւ ցանկացած աղետի տեսակ կամ ճգնաժամի տեսակ իր ուրույն պատրաստվածության շրջանակը ունի։ Ծրագիրը նպաստում է տարբեր կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև հնարավոր հումանիտար մարտահրավերներին առավել պատրաստ դիմակայելուն։ Անհրաժեշտ են այսպիսի սեմինարները, որպեսզի բնակչությունը ավելի իրազեկված լինի ցանկացած աղետից եւ պատրաստ լինի պաշտպանելու եւ իրեն եւ շրջապատը։ Կարծում եմ, որ շարունակական կլինի այս սեմինարները։ Մասնակիցները ցանկություն հայտնեցին առաջիկայում եւս ներկա լինել բնական աղետների թեմայով նմանատիպ դասընթացների։ Անիկ Գրիգորյան, Տիգրան Թումանյան։ Էներգոարդյունավետության բարձրացումը բնակելի եւ հասարակական շենքերում շարունակում է մնալ կլիմայական դիմադրողականության եւ կայուն զարգացման կարեւոր ուղղություններից մեկը։ Հայաստանում այս ոլորտում իրազեկվածության բարձրացման եւ գործնական հմտությունների զարգացման նպատակով իրականացվում են մի շարք նախաձեռնություններ։ Իջևանում անցկացվել է էներգոարդյունավետ լուծումներ հանրային ցուցահանդեսը, որի ընթացքում ներկայացվել են էներգախնայող եւ վերականգնվող էներգիայի ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներ ու լուծումներ։ Մեր հիմնական նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը եւ տալ գործիք իրենց շենք շինությունների էներգետիկ խնայող վիճակի գնահատման։ Մասնավորապես մենք էլեկտրիվերակնային գործիք ենք տրամադրում եւ թղթային տարբերակներ, որի միջոցով մարդը կարող է ինքնուրույն էներգետիկ աուդիտ իրականացնել իր շինության համար։ Նախորդիվ եղել ենք Գավառ, Կապան, հիմա արդեն Իջևան համայնքում ենք եւ հաջորդիվ լինել ենք Գյումրիում եւ առանձնահատկությունն այն է, որ պոտենցիալը շատ մեծ է եւ մարդիկ սկսել են մտածել ու որոշները նույնիսկ նախաձեռնել են, պլյուս նախորդիվ իրականացվել են մարզում նախագծեր եւ բնակչությունը որոշակիորեն տեղյակ է, որ կան շինություններ, ովքեր էներգետիկ խնայողության են անցել եւ որքան լավ ցուցանիշներ ունեն, ուստի հետաքրքրությունը մեծ է այդ իմաստով։ Ցուցահանդեսին ներկայացված է նաև Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան եւ ասոցիացիայի կազմում ներգրավված մի շարք կազմակերպություններ, որոնք նաև առաջարկում են էներգախնայող լուծումներ, այդ թվում արևային էներգետիկայի նորագույն լուծումներ։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբել էր ոլորտի ներկայացուցիչներին, մասնագետներին ու հետաքրքրված քաղաքացիներին։ Այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ներկայացվող սարքավորումներին, հետևելու դրանց աշխատանքի ցուցադրություններին եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալու էներգիայի արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Ցուցահանդեսին մասնակցել են ոլորտի տարբեր ընկերություններ եւ մասնագետներ, ներկայացնելով էներգոարդյունավետ շինարարական նյութեր, ջեռուցման եւ լուսավորության ժամանակակից համակարգեր, ինչպես նաեւ արևային եւ այլ վերականգնվող էներգիայի լուծումներ։ Արևային էներգետիկայի այս քարոզչությունը, լոբինգը Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր է, որտեղ ինչպես մենք արդեն հասկացել ենք, սա էներգետիկ ոլորտում Հայաստանի Հանրապետությունում ապագային միտված ոնց որ շատ կարևոր մի իրադարձություն է ու ժողովուրդը արդեն կամաց հասցրել է զգա սրա ոնց որ կարևորագույն կողմերը եւ կարծում եմ կամաց սրա ընդլայնումը Հայաստանի ողջ տարածքում, Հայաստանի ողջ համայնքներում շատ կարևոր ու արդի է։ Էներգոարդյունավետ լուծումներ հանրային ցուցահանդեսը կազմակերպվել էր GIZ-ի
Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման ծրագրի շրջանակում Avenue խորհրդատվական ընկերության եւ Zenit ակադեմիայի նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսին նախորդել էր տեղեկատվական սեմինարը, որի ընթացքում քննարկվել էին էներգախնայողության եւ էներգարդյունավետության ոլորտում կիրառվող հիմնական լուծումներն ու մոտեցումները։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ներկայանալով իբրև Երևանի հաշվառման քննական բաժնի աշտարակից առաջարկում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական եւ չարաշահելով տարբեր անձանց վստահությունը, խաբեությամբ հափշտակում է գումար։ Նմանատիպ խարդախությունների վերաբերյալ նաեւ հաղորդումներ էին ստացվել մարտի 20-ին, մայիսի 14-ին եւ 20-ին։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վերոհիշյալ անձի ինքնությունը։ Մայիսի 20-ին Երևանի հաշվառման քննական բաժնի տարածքում 54-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ վարորդական իրավունքի վկայական կարելի է ձեռք բերել բացառապես օրենքով սահմանված կարգով, հաջողությամբ հանձնելով տեսական եւ գործնական քննությունները, իսկ ապօրինություններն անխուսափելիորեն հայտնվելու են ոստիկանության տեսադաշտում, արժանանալով իրավական գնահատականի։